Արդա առողջապահական և աջակցման կենտրոնը Գյումրու Մովսես Խորենացի 19 հասցեում գործում է 2005 թվականից։ Այն քաղաքում առաջիններից էր, որ սկսեց աշխատել հիմնականում բարեգործական հիմունքներով, սպասարկելով նաև Շիրակի մարզի անապահով բնակչությանը։ Այստեղ իրականացվող ծառայությունների մի մասն հիմա էլ անվճար է, մյուսները մատչելի։ 2020 թվականից սկսած 35-ից 65 տարեկան կանանց համար Արդայում կազմակերպվում են մի շարք անվճար հետազոտություններ՝ գինեկոլոգիական, վահանաձև գեղձի, կրծքագեղձի, որովայնի օրգանների սոնոգրաֆիա, էնդոկրինոլոգի խորհրդատվություն, նաև վահանաձև գեղձի հորմոնների անալիզներ։ Բժիշկներն այս ծրագիրն անվանում են կյանքեր փրկող։ 30 տարվա սոնոգրաֆիստ Անահիտ Մանուկյանի փորձառությունն էլ իրենն է ասում։ Հիվանդը հետազոտվում է համալիր, ոչ թե մի բան, ասենք կուրծքը նայելու համար, որպես կանոն նայում ենք նաև եւ վահանաձև գեղձը։ Քանի որ ծանրաբեռնված են պոլիկլինիկաները, հիվանդին ուղղորդում են ոնց որ մի օրգան նայելու համար, հա։ Ու ես նույնիսկ հիշում եմ, որ պոլիկլինիկայում էլ եմ աշխատել, ասում էին, թե քեզ ուղարկել են հիվանդին, որ նայես լեղապարգը, դու նայ լեղապարգը։ Հիմա այստեղ ես ոչ մեկ ինձ չի ասում, քիչ գել ծախսի, քիչ տամ նյութերը ծախսի, որ հիվանդին նայես ինչ որ մի օրգան։ Դրա համար հիվանդին նայում ենք համալիր։ 1500 հոգի մենակ այդ ծրագրի սահմաններում մենք տարեկան սպասարկում ենք անվճար մարդկանց այդ եւ գինեկոլոգը, եւ սոնոգրաֆիան, եւ լաբորատոր ծառայությունը, այդ բոլորը անվճար եւ ուրոլոգի խորհրդատվությունը։ Արդա կենտրոնում անվճար են նաև 46 տարեկանից բարձր տղամարդկանց համար կազմակերպվող հետազոտությունները՝ ուրոլոգի խորհրդատվություն, սոնոգրաֆիա, PSA անալիզ։ Այսինքն այրան մեջ որոշում ենք նախաքաղցկեղային հիվանդների մարկերը, օնկոմարկերը, պրոստատ սպეციფიկ անտիգենը, որը խոսում է ուռուցքային հիվանդության առկայության կամ բացակայության դեպքում։ Արդեն 2 տարի է Արդայում գործում է նաև պրոկտոլոգիական վիրաբուժական կաբինետը, որտեղ այս հիվանդությունների բուժումն ու վիրահատությունները կատարվում են առաջատար մեթոդներով։ Դրանք են թութք, հետանցքային ուղու խրոնիկ ճակ, կոճուկեպտելային ուղիներ, շեքի եւ հետանցքի շրջանի խողակային բացվածքներ, խողակային հիվանդություններ, թարախային հիվանդություններ, ինչպես նաեւ զբաղվում եմ հաստ աղիքի հիվանդությունների ախտորոշման եւ բուժման։ Տարբերությունը ստացիոնար կլինիկաների կաբինետներից այն է, որ այստեղ կատարվում է տեղային անձգայացումով միջամտությունները, որից հետո հիվանդը գնում է տուն, այսինքն ստացիոնար չէ։ Ժամանակակից մեթոդներից օգտագործում ենք այստեղ թութքի ներքին հանգույցների լիգավորումը լատեքսային օղերով, դա օղակ է, որ անցկացվում է թութքի ներքին հանգույցի վրա եւ սնուցումից զրկվելով տվյալ հանգույցը մի շաբաթվա ընթացքում փոխվում եւ հեռանում է։ Տարբերությունը ավանդական մեթոդի այն է, որ ավանդական կլասիկ մեթոդով այդ հանգույցը կարում հեռացնում ենք եւ այնտեղ առաջանում էր կարված վերք, իսկ այստեղ վերք չի առաջանում։ Պրոկտոլոգ վիրաբույժի խոսքով այս մեթոդներով վիրահատությունները Հայաստանում մեծ տարածում չեն գտել։ Մարդիկ չեն շտապում հրաժարվել ավանդականից։ Այնինչ ժամանակակից մեթոդները հիվանդի բուժումն ավելի դյուրին են դարձնում, հետվիրահատական ցավերը նվազեցնում։ Նաև այս մեթոդով բուժումը Արդա կենտրոնում կրկնակի էժան է։ Շատ կարևոր է այն, որ բուժառուն հետազոտություններից հետո էլ մշտապես գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ 20 տարվա փորձառություն ունեցող բժիշկ ներզատաբան Արմենուհի Երիցյանը խորհրդատվություն է տրամադրում հիմնականում շաքարային դիաբետ եւ վահանաձև գեղձի հիվանդություններ ունեցող պացիենտներին։ Նրանց դիմելիությունը բավականին բարձր է, հիվանդների թիվը գնալով աճ է գրանցում։ Բուժումը արդյունավետ է, որտեղ մենք հիվանդների մոտ մոտենում ենք շատ բարեխղճորեն, շատ բարձր մակարդակով եւ մեր մոտ եղած բոլոր անալիզները շատ լավ է կատարվում եւ կարծում եմ, որ հիվանդները մեզանից շատ գոհ են։ Կենտրոնի լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, հիմնականում ավտոմատ անալիզատորներով, այսինքն արյան հետազոտության ժամանակ մարդկային գործոնը բացակայում է, իսկ այս թվային մանրադիտակը Գյումրիում եզակիներից է։ Հետազոտությունների ժամանակ, եթե անհրաժեշտություն է առաջանում, ապա հնարավորություն կա առցանց տարբերակով միանալ այլ լաբորատորիաների հետ եւ խորհրդատվություն ստանալ։ Արդայում աշխատող բժիշկների ցանկությունը մեկն է, որ մարդիկ իրենց դիմեն միայն հիվանդությունների կանխարգելման նպատակով։ Չդեվեք ձեր առողջությանը, մենք էլ ինչքան կարող ենք կանխարգելիչ նպատակով կհետազոտենք, որպեսզի
ավելի բարդ իրավիճակների չհասնի հիվանդը։